այս ընտրությունները թերևս Հայաստանի պատմության մեջ ամենաաշխարհաքաղաքական եւ կամ միակ թերևս աշխարհաքաղաքական ընտրություններն են, որովհետեւ մենք չենք ունեցել երբևէ իրավիճակ, որ քաղաքական նաև նախընտրությունների տեսանկյունից տարբեր ուժեր այսքան բևեռացված լինեն աշխարհաքաղաքական ընտրության տեսանկյունից, այսինքն շատ հաճախ հիմա այս խոսույթը էլի մանիպուլացվում է, որովհետև հիմա հատկապես նաև են ուժերը, որոնք ավելի պրոռուսական են, իրենք երբեք չեն ասում, որ հարցը դրված է կամ դեպի Ռուսաստան ենք գնում, կամ դեպի Եվրամիություն, խեղաթյուրելով նորից հարցը տանում են մեր պատմական ցավի եւ այդպես օգտագործելով մեր տրավմաները կամ Ռուսաստան կամ Թուրքիա շատ հատուկ տեխնոլոգիա է այստեղ կիրառվում եւ սա հաղորդակցման այդպես բավական լուրջ եւ այդ ուղերձների մշակման տեսանկյունից շատ զգուշավոր են եւ շատ բավական այդպես խելոք գիտեն որտեղ են մեր նյարդերը շատ լավ գիտեն որտեղ կարող են մանիպուլացնել մեր հասարակությանը եւ որտեղ են այդ վախերը եւ որտեղ են այդ ցավերը դեռևս չսպիացած եւ դրա համար որևէ կերպ որտեղ այնքան པարզ է եթե հանրությանը հարցնես ուզում ես գնաս Ռուսաստան, հատկապես այս իրավիճակում, երբ որ Ռուսաստանում անգամ Telegram ալիքներ արդեն փակվում, թե ուզում ես գնաս Եվրամիություն, պատասխանը այնքան միանշանակ է, չնայած որ տարիներ շարունակ Եվրամիության նկատմամբ բավական այդպես էլի դավադրապաշտական խոսույթ են ձևավորել, բայց միևնույն է հասարակության մեծ մասը վստահաբար ասելու է Եվրամիություն, բայց այստեղ խոսույթը փոխում են, ասում են, եթե չենք գնում Ռուսաստան, դառնում ենք թուրքական վիլայետ։ Սա ամենամեծ այդպես ստերից մեկն է, որը հիբրիդային նաև սպառնալիքների այդպես տիրույթում ապատեղեկատվական շատ լավ գործիք է։ Բոլորովին պատահական չէ, որ շատ հաճախ այդ ապատեղեկատվական հոսքերը գալիս են թուրքական մամուլից եւ հետո պարզվում է, որ այդ նույն թուրքական օդաթիվին լիովին այդպես կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ եւ այլն։